Հիվանդությունների դեպքում բուժման ժամանակ գոյություն ունի երկու ճանապարհ՝ ախտանիշը ճնշելու, այսինքն սիմպտոմատիկ բուժում եւ բժշկում, որը ախտանիշը ճնշելու փոխարեն գտնում է հիվանդության պատճառը, այսինքն ախտանիշը առաջացնող հիվանդությունը եւ հիվանդությունը բուժելուց ախտանիշը ինքն իրեն անցնում է։ Այսօր համատարած ավելի ճիշտ տարածված է մասսայական առաջին տարբերակը, այսինքն սիմպտոմատիկ բուժում։ Դրա մեջ է մտնում նույն բլոկադաները, ցավազրկողները, հակաբիոտիկները որոշ դեպքերում, ջերմիչեցնողները որոշ դեպքերում եւ տարբեր պրոցեդուրաներ, որոնք կատարվում են կոնկրետ տեղային լոկալ ախտանիշը ճնշելու համար։ Նույնը վերաբերվում է ճնշումն իջեցնող պրեպարատներին եւ տարբեր տեսակի հիվանդությունները ճնշող մեթոդներին եւ պրեպարատներին։ Դրանք բոլորը սիմպտոմատիկ բուժում են, որոնք բերում են նոր հիվանդության, այսինքն ախտանիշը ճնշվելով առաջանում է նոր հիվանդություն, քանի որ ախտանիշը ճնշվում է նոր ախտանիշներով կամ նոր հիվանդությամբ։ Օրգանիզմը մարդու հիմնականում ճանաչում է մեկ ավելի ուժեղ հիվանդություն եւ եթե դրանից ավելի ուժեղ հիվանդություն է բերվում օրգանիզմ, ապա ավելի թույլ հիվանդության ախտանիշները ժամանակավորապես ճնշվում են նորով եւ օրգանիզմում կամաց առաջանում են նոր հիվանդության ախտանիշները եւ այսպես կարելի է բազմաթիվ օրինակներ թվարկել, թե ինչպես են մարդկանց սխալ բուժման հետևանքով այդ մարդկանց մոտ նոր հիվանդություններ առաջանում։ Օրինակ, ճնշումը իջեցնելուց հետո, երբ որ պրեպարատներ են նշանակում քրոնիկ հիպերտոնիայի համար, շաքարային դիաբետ է առաջանում կամ այլ հիվանդություններ կամ երիկամների հիվանդությունները ճնշելով առաջանում են սխումներ եւ այլն, այսինքն եւ ճնշումը կարող է բարձրանալ։ Եվ որպես կանոն այդպիսի հիվանդներին ավելի դժվար է բժշկել, քան այն հիվանդներին, որոնք սիմպտոմատիկ բուժում չեն ստացել։ Իսկ բժշկման մեթոդը, որը չի հիմնվում, այսինքն չի ճնշում պրեպարատներով, այլ հիվանդությունն է գտնում պատճառը եւ պատճառն է հեռացնում, այդ դեպքում չի ճնշում ախտանիշը։ Օրինակ, եթե թևն է ցավում, աճուսը կամ աճթևը, եւ եթե պարզվում է, որ դա լյարդի հիվանդության հետևանքով է, ապա ցավազրկող չի տրվում տվյալ պացիենտին, որպեսզի թևը չցավա, կամ ոչ էլ բլոկադա է արվում, այլ լյարդն է բուժվում, բժշկվելուց հետո լյարդը թևի ցավը անցնում է, այսա կոչվում է բժշկում։ Բայց եթե բլոկադա արվի, այդ հոդի ցավը անցնի, բլոկադայի հետևանքով հիվանդությունը ավելի ներս է մտնում, լյարդի հիվանդությունը ավելի է բարդանում եւ հետագայում կարող է առաջանալ ընդհանուր ոսկորների ցավ, մկանների ջղաձգումներ, օստեոպարոզ ընդհուպ եւ տարբեր տեսակի ամեն մարդու մոտ, նայած ինչ բլոկադա է արվել, ինչ քանակությամբ, նույնը վերաբերում է ցավազրկողին։ Ախտանիշը ճնշելով նաեւ օրգանիզմից վերցնում ենք զգայական կապը եւ եթե օրգանիզմը զգայական կապը խզվում է օրգանիզմի հետ, այսինքն կենտրոնական նյարդերի համակարգի հետ, ապա օրգանիզմի ինքնավերականգնման պրոցեսն էլ է դադարում։ Օրգանիզմը այլևս էլ չի տեսնում, այսինքն կենսական ուժը մարդու չի տեսնում այդ հիվանդությունը։ Եվ այս դեպքում էլ վերածվում է հիվանդությունը քրոնիկի եւ ավելի բարդ։ Ժամանակակից մեթոդոլոգիայով որը կոչվում է ալոպաթիա, այսինքն շակերտների մեջ ավանդական բժշկությունը, որում ավանդական գրեթե ոչինչ էլ չի մնացել, անցել են բոլորը նոր մեթոդների, որը
այլևս աշխատում է սիմպտոմատիկ բուժման վրա եւ չունի բժշկման նույնիսկ փիլիսոփայություն, որ պետք է բժշկել, այլ ունի փիլիսոփայություն ախտանիշը ճնշել սիմպտոմատիկ բուժում, այդպիսի փիլիսոփայությամբ է շարժվում։ Դրա հետևանքով է, որ պրեպարատները կան ցավազրկող, բլոկատա, մկանները թուլացնող պրեպարատներ եւ այլն վիրահատություններ, որովհետեւ ներքին օրգանը հնարավոր է բժշկել առանց վիրահատության, կամ վիրահատությամբ հեռացնում են օրգանը, դա էլ է սիմպտոմատիկ բուժում։ Այսինքն չկա օրգանը, չի ցավում, պացիենտը ցավ չունի, առողջ է։ Այսինքն կարևոր չէ այդ հիվանդությունը այլ ձևով է արդեն արտահայտվում, հիշողության կորուստ, գլխապտույտներ եւ այլն։ Բժշկության մեջ ճանապարհը, որը տանում է բժշկման, այսինքն ոչ թե սիմպտոմատիկ բուժման, այլ բժշկման, դրանով զբաղվում է նաև հոմեոպաթիկ մեթոդը, որը հիմնված է ճշգրիտ գիտությունների վրա, այն ավելի ճշգրիտ է աշխատում, ավելի ապացուցողական է, քան ալոպաթիան, որը այսօր կա, եւ դրա, այսինքն այդ մեթոդոլոգիայի դեղորայքները պատրաստվում են բնական միջոցներից եւ չունեն կողմնակի ազդեցություններ, այսինքն պրեպարատը, եթե ճիշտ է տրվում, աշխատում է, ճիշտ չի տրվում, չի աշխատում, առանց վնասելու։ Ժամանակակից մեթոդոլոգիայի մեջ նաև բացառվում է կապը ներքին օրգանի, այսինքն հիվանդությունների կապը մեկը մյուսի հետ։ Օրինակ ասեմ, քանի որ հիվանդությունները այսօր ավելի են բարդացել, ֆիբրոզներ կարող են օրինակ առաջանալ որևէ օրգանում, ներքին օրգաններից, կամ կալցիֆիկատներ, որոնք անհապաղ ցանկանում են հեռացնել առանց պատկերացում ունենալու, թե այդ ֆիբրոզը ինչից է առաջացել։ Այսինքն մենք նայում ենք ֆիբրոզի առաջացման պատճառները, մեծ մասամբ դա քրոնիկ բորբոքման հետևանքով է ֆիբրոզ հյուսվածք առաջանում, իսկ կալցիֆիկատներ առաջանում են կալցիումի յուրացման անկումից։ Կալցիումի յուրացման անկումը կարող է կալցիֆիկատներ լինել, օրինակ թոքերում, դա ցույց է տալիս, որ եւ թոքերն են հիվանդ, եւ լյարդը, քանի որ կալցիումի յուրացումը ընկնում է եւ լյարդի հիվանդությունների դեպքում, եւ վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում, եւ որոշակի նյարդային հիվանդությունների դեպքում, հորմոնալ խախտումից էլ կարող է լինել, դա կապված է արդեն վահանաձև գեղձի հետ, այսինքն կալցիտոնին հորմոնի եւ այլն։ Հիմա, եթե վերցնում ենք ժամանակակից մեթոդոլոգիան, ապա գոյություն ունի դիտկոկորտ առանձին մասնագետ, սրտաբան առանձին մասնագետ եւ այսպես շարունակ։ Պարզ է, որ սրտաբանը սրտխփոսները, երբ որ արագանում է, շատ դեպքերում հիվանդների շրջաններում շատ դեպքերում լինում է լյարդի հիվանդությունների պատճառով։ Այս սրտաբանը դա սրտաբան, նա լյարդից ինչ կապ ունի, եւ նույնիսկ որ կոլապսվում է արյունը ներքին սիներակում կամ ուտելուց հետո սրտխփոսներ է լինում, այդ հիվանդությունները դեպքում պետք է նաև ոչ թե սրտխփոցը իջեցնելու կամ սրտի զարկերը իջեցնելու պրեպարատ տալ, որը նոր հիվանդություն է առաջացնում, այլ պետք է գտնել այդ հիվանդությունը լյարդում փնտրել, բժշկել եւ սրտխփոցը կարող է անցնել տվյալ պացիենտին։ Պարզ է, որ սրտաբանը մենակ սիրտանոթային համակարգում ունեն, լյարդի հետ ինչ գործ ունեն։ Նույն ձևի քիթկոկորտը, օրինակ եթե հորմոնալ խախտում կա եւ վահանաձև գեղձի հիվանդություն, եւ կոկորտում կա խեղտոսներ։ Խեղտոսները միշտ չի, որ կոկորտի հիվանդություն կարող է խեղտոսներ լինել կամ սպասք վահանաձև գեղձի հիվանդությունների։ Կոկորտի մասնագետը չի կարողանում հասկանալ, որովհետեւ
հենց անձամբ կոկորդի հետ կապված չի կամ լորձաթանքների հետ կապված չի հիվանդությունը, այլ վահանաձև գեղձի, ավելի բարդ։ Եվ այսպես շարունակ։ Եվ ստացվում է, որ ժամանակակից բժիշկը, որը մեթոդոլոգիայով ունի նեղ մասնագիտացված ուղղություն եւ իրավունք չունի մյուս օրգանների հետ աշխատել, նա չի կարող օգնել պացիենտին լիարժեք, այսինքն նա կարող է սիմպտոմատիկ ձևով, այսինքն ախտանիշը ճնշող հապ տալ։ Ճնշումը բարձրացավ, սիրտանոթային համակարգի այսինքն սրտաբանը ճնշման իջեցնող տեղ տվեց, բայց սրտաբանը չի մտածի ճնշումը երիկամից էր, ճնշումը լիարդից էր, թե թոքերից։ Գնացել են սրտաբանի մոտ, սրտաբանը ճնշումը իջեցնող հապ է տալիս, որը լիարդը անընդհատ բորբոքում է եւ երիկամները անընդհատ բորբոքում են, այսինքն ճնշման հաբը որոշ ժամանակ է աշխատում։ Նաեւ նշեմ, որ ճնշումը զարկերի թիվը կարող է նաեւ պարբերաբար բարձրանալ իջնել որոշակի հիվանդությունների դեպքում, երբ օրգանիզմը ցանկանում է բժշկել կամ կոմպենսացնել այդ բացը։ Մենը վերաբերում է նաև գլխուղեղին, երբ որ արևային շրջանոցությունը խախտվում է, ճնշումը կարող է բարձրացնել, որպեսզի գլխուղեղը թթվածին ստանա։ Եվ արհեստական ճնշումը իջեցնելով լինում են դեպքեր, երբ որ գլխուղեղի բջիջներ են մահանում, բարենքի մահանում, այսինքն սպիտակ նյութը հետո անցնում է գորշտուց։ Եվ սիմպտոմատիկ բուժումը բացի վնասից ոչ մի օգուտ չի տալիս մարդկանց եւ ժամանակակից մեթոդոլոգիան չի կարող տանել բժշկման, քանի որ մեթոդոլոգիան չի թույլ տալիս այդ ուղղությամբ աշխատել։ Եվ նեղ մասնագիտացված մասնագետների պատճառով եւ հաբերի, որովհետեւ նրանց պրեպարատները կոմերցիոն պրեպարատներ են, որոնք նախատեսված չեն բժշկելու, այլ նախատեսված են ախտանիշ ճնշելու, որպեսզի անդադ մարդը պրեպարատը առնի եւ կախվածության մեջ լինի։ Եվ նաեւ նշեմ, երբ սկսում են որևէ պրեպարատ ամենօր խմել կողմնակի ազդեցությունով, դրան հաջորդում է ուրիշ հիվանդություն, նորից այլ պրեպարատ են ավելացնում, նորից այլ եւ մարդիկ բռերով պրեպարատներ են խմում եւ դա ինքնասպանության, ինքնաոչնչացման ճանապարհ է, այսինքն դանդաղ մահ եւ ոչ առողջ ճանապարհ նոր հիվանդությունների։ Հոմեոպաթիան ի տարբերություն ալոպաթիայի նաև բժշկից պահանջում է կոմպլեքսային ուղղություն, այսինքն բժիշկը ինքը միայն սրտի բժիշկ չի, բժիշկը ինքը կոմպլեքս, այսինքն մի ամբողջ կոմպլեքս համակարգերի բժիշկն է կամ հենց հիվանդի բժիշկն է, այսինքն հիվանդին դիտարկում է որպես մի ամբողջություն եւ ներքին օրգանները իրար հետ է դիտարկում, այսինքն որ օրգանը որ դեպքում է հիվանդ եւ ինչի հետևանքով լինում է մի օրգանն է հիվանդ, բայց մեկ այլ օրգանի պատճառով։ Մինչև այն պատճառը, որը եղել է մեկ այլ օրգան չհեռացվի, այս հաջորդը չի բժշկվում։ Եվ լինում է հիվանդությունը որևէ օրգանում մնում է, մինչև այդ օրգանից դուրս չի գալիս այդ հիվանդությունը, հետընթաց չի բացում մյուս հիվանդությունները։ Եվ այսպես շարունակ։ Սրա համար հմուտ բժիշկ է պետք եւ փիլիսոփայությունը պետք է լինի բուժել հիվանդին, այսինքն դիտարկել հիվանդին բոլոր օրգան համակարգով եւ մասնագետը պետք է հմուտ լինի բոլոր օրգան համակարգի հիվանդությունների առումով, ոչ թե միայն սիրտանոթային համակարգ, եւ այլն, առողջ։